Արմ ռադիոյի լրատվականը սկսում է աշխատանքը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը, այսօր եթերում։ Նոր երկրաշարժ Թուրքիայում, երկրի մագնիսական դաշտը հանդարտվել է 15 ժամ տևած փոթորկից հետո։ Գալան ժամանակավորապես դադարեցնում է հեռարձակումը։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Նոր երկրաշարժ Թուրքիայում ցնցումը զգացվել է նաև Հայաստանում, Վանում, Երևանի ժամանակով 19:55-ին տեղի ունեցել 5.4 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը։ Արմ ռադիոյին տված հարցազրույցում ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը մանրամասներ է հաղորդում։ Տեղի ունեցել 19:55-ին այդ նույն օջախային գոտին աշխատել Վանքաղաքի մոտ։ Սա հետցնցումը մագնիտուդը եղել է 5.7 ըստ Ռիխտերի սանդղակի ճշտված տվյալներով։ 3.5 էր, այսօր ճշտվել են տվյալները 5.7 ըստ Ռիխտերի սանդղակի։ Իսկ ուժգնությունը կազմել է 7-ից 8 բալ։ Ավելի շուտ 8 բալ, քանի որ մագնիտուդը ճշտվել է, ուժգնությունն էլ է ճշտվել, հիմա տալիս ենք 8 բալ։ Մեզ մոտ զգացվել է Գյումրիից, գալիս ենք մեծ Արաքսյան տարածքը, դեպի Նախիջևանի կողմը, այդ թվում Երևան քաղաքում առանձին տեղերում զգացվել է մինչև 3 բալ ուժգնության։ Բնական երևույթ է, բոլոր ուժեղ երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ, հետցնցումները շարունակվում են, փուչապը ամեն դեպքում սխալ է եւ ոչ մի օգուտ ոչ ոքի չի բերում, իսկ անհանգստանում ենք այնքանը, որքանով որ հետցնցումները շարունակվում են, այս պահի դրությամբ, առավոտյան 8:40 րոպեի դրությամբ գրանցվել է արդեն 516 հետցնցում։ Թուրքիան ընդունում է արտերկրի օգնությունը, Ճապոնիան որոշում է ընդունել Թուրքիային $400,000 չափով օգնություն ուղարկել, ինչպես նաև վրաններ ու առաջին օգնության պարագաներ ուղարկել երկրաշարժից տուժած գոտի։ ԻՏԱՐ-10-ի հաղորդմամբ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում Ճապոնիայի դեսպանատունը։ Նշվում էր, որ դրամական միջոցները կփոխանցվեն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով։ Ավելի վաղ Հյուսիսային Իրաքի քրդական իշխանությունները նույնպես արձագանքել էին Վանի դժբախտությանը եւ $1 միլիոն էին փոխանցել անմիջականորեն երկրաշարժից տուժած գոտում աշխատանքներ իրականացնող թուրքական Կարմիր կիսալուսնի հաշվին։ Փորձագետներն անդրադառնում են տարածաշրջանում վերջերս հաճախակի կրկնվող երկրաշարժերին եւ Հայաստանում սեյսմակայունության խնդիրներին։ Մասնագետները երկու հիմնական խնդիր են տեսնում՝ կառույցների սեյսմակայունություն եւ հասարակության խուճապի մատնվելու հատկություն։ Մանրամասնում է Նունե Ավետիսյանը։ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում։ Չնայած պատմական ժամանակներից ի վեր մեր երկրում եղել են, կան եւ կլինեն երկրաշարժեր, այնուամենայնիվ մեր ժողովուրդը պատրաստ չէ դրան եւ հաճախ խուճապի է մատնվում, որի հետևանքով էլ աղետի ժամանակ ունենում ենք ավելի շատ զոհեր, քան կարող էր լինել, հայտարարեց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը։ Իսկ Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանի համոզմամբ ցանկացած տագնապային իրավիճակ անհիմն չի լինում, դրա հիմնական դրդապատճառը բնակչության անիրազեկությունն է։ Եթե մենք գտնվում ենք սեյսմիկ գոտում, ապա նախ մենք պետք է սովորենք այդտեղ ապրել։ Ըստ հոգեբանի, երկրաշարժ վերապրած մարդկանց մոտ վախի դրսևորումներն ավելի թույլ են։ Տարբեր տարիքներում վախն արտահայտվում է տարբեր կերպ։ Երեխան չի հասկանում ոնց փլվեց, ինչն է պատճառը փլվելու։ Հոգեբանության մեջ կան շատ պարզունակ հասարակ ձևեր, որոնք օգնում են վախը հանելու։ Օրինակ, ասենք, ինքը նկարում է տունը, հետո ինքը ճղում է այդ թուղթը, պատռում է, եւ դրան միջոցով վախը մեջից դուրս է գալիս։ Տանենց մարդկանց մոտ պարզում է, որ ամենագործող հոգեբանական օգնությունը կապված է էմպաթիայի հետ, այսինքն ուշադիր լինելու հետ։ Կարևոր է, որ կարողանան այնպես անել, որ մարդիկ խոսեն, հաղորդակցվեն։ Հաջորդ խնդիրը ըստ սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանի Հայաստանում նորակառույց շինություններն են, որոնք չեն համապատասխանում շինարարական նորմերին եւ սեյսմակայուն չեն։ Շուկայական հարաբերությունների համաձայն այդ շինությունը շատ դեպքերում չի համապատասխանում։ Եթե ինքնահոսի է թողված, նա չի կարող համապատասխանել սեյսմոկայուն շինարարության այն նորմերին, որոնք պետք են մեր հանրապետության տարածքի համար։ Մեն հասարակ մի բան, տնտեսական շահից ելնելով, ավելի փոքր գումար ներդնելու նկատառումներով։ Բանախոսը շեշտեց նաև այն շինությունները, որոնք կառուցվել են 30-ից 50 տարի առաջ սովետական տարիներին, նույնպես սեյսմակայուն չեն։ Նմանատիպ կառույցների սեյսմակայունությունն ապահովելու համար անհրաժեշտ գումարներ չեն հատկացնում, թեպետ որոշ համայնքներում վթարային շենքերի ամրացում է կատարվել։ Ով է պատասխանատվություն կրելու ոչ սեյսմակայուն շենքեր կառուցելու համար, պատասխանում է սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը։ Ովքեր են պատասխանատու դրա համար։ Իմ խորին համոզմամբ դրա համար պետք է պատասխան տան բոլորը։ Երևան քաղաքում
պատասխան պետք է տա քաղաքապետարանը։ Բանախոսը հավելեց նաև, որ անհրաժեշտ է հետևել Հայաստանի տարածքում կառուցապատում իրականացվող շինարարների աշխատանքին, որպեսզի ուղղորդվեն սեյսմիկ քարտեզներով։ Ըստ երկրաբան Ռաֆի Դուրգարյանի, հաճախ ինքնագործունեությունը, որը ավերածության պատճառ կարող է հանդիսանալ, թողնում է անդառնալի հետևանքներ։ Երկրաշարժը չի սպանում։ Մեր կառուցած շենքերն են մեզ սպանում։ Մեր ձևափոխած պատերն են մեզ սպանում։ Մեր անկանոն ձևափոխումներն ու հարևանի գլխին անկանոն ջուր լցնելն է մեզ սպանում։ Պատվալներ բացելն է մեզ սպանում, չէ՞։ Երկրաբանն ավելացրեց նաև, որ պետք է զբաղվել ինքնադաստիարակությամբ գրքերի, կայքերի եւ այլ տեղեկատվական միջոցներով։ Նունե Ավետիսյան, Arm Radio։ Երկրի մագնիսական դաշտը հանդարտվել է 15 ժամ տևած փոթորկից հետո։ Մագնիսական փոթորիկը, որը երկիր մոլորակի վրա սկսվել էր երկուշաբթի ուշ երեկոյան, ավարտվել է։ Գեոմագնիսական փոթորիկը շարունակվում էր 15 ժամ։ Հաղորդում է ՌԻԱ Նովեստին, հղում կատարելով ԱՄՆ տիեզերական եղանակի ուսումնասիրություններով զբաղվող մասնագետներին։ Երկրի մագնիսական դաշտի վրա մագնիսական փոթորիկներն առաջանում են արևից անջատվող պլազմայի ազդեցությամբ։ Արևից պոկված մասնիկները ազդելով երկրի մագնիսական դաշտի վրա տատանումներ են առաջացնում, ինչը կարող է ռադիոկապի խափանման պատճառ դառնալ։ Գալան ժամանակավորապես դադարեցնում է հեռարձակումը։ Հոկտեմբերի 25-ից որոշ ժամանակով դադարեցվել է Գալա հեռուստաընկերության հեռարձակումը։ Այս կապակցությամբ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Գալա հեռուստաընկերությունն այսօր իր կատարեածում Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վճիռը եւ ապամոնտաժելով հեռարձակող սարքավորումները դրանք տեղափոխում է քաղաքի կենտրոնական հեռուստաաշտարակ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը մերժեց Գալա հեռուստաընկերության փաստաբանի Վճռաբեկ բողոքը, ուժի մեջ թողնելով Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանի այս տարվա ապրիլի 26-ի որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում էր ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրիի հին հեռուստաաշտարակի վրայից։ Թողարկման այս հատվածում մամուլի համառոտ տեսություն։ Ժողովուրդ, ԲՀԿ-ն այցելում է մարդկանց տներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերջին շրջանում սկսել է քարոզչություն իրականացնել կրոնական փոքրամասնությունների նման մարդկանց տներ այցելելով։ Մասնավորապես շաբաթ-կիրակի օրերին նման այցելություններ են եղել Երևանի Չարենցի փողոցում գտնվող շենքերում։ ԲՀԿ-ին անդամագրվելու առաջարկով քաղաքացու տուն այցելած բարգավաճականները նշել են, որ իրենք ցանկանում են իրենց շարքերում հատկապես ընդգրկել երիտասարդությանը։ Ավելին, ԲՀԿ քարոզիչները համոզելու ժամանակ խոսել են նաև Հայաստանում ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին։ Թերթը դիմել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին նախորդին Արաբկիրի վարչական շրջանում անցկացված քարոզչության պարզաբանումների խնդրանքով, սակայն Գալստյանն ասել է, թե նման բան չկա։ Փոխարենը խմբագրությունում ահազանգ են ստացել այս անգամ Չարենցի փողոցի բնակիչներից։ Չորրորդ ինքնիշխանություն, ՕԵԿ-ը բջջային հեռախոսներ է բաժանում։ Թերթի տեղեկություններով Անվտանգության խորհրդի քարտուղար Արտուր Բաղդասարյանի առաջնորդությամբ գործող օրինաց երկիր կուսակցությունը Արարատի ոսկու կոռզման ֆաբրիկայում սկսել է բջջային հեռախոսներ բաժանել իրենց քարտերով։ Ֆաբրիկայի գրեթե ողջ անձնակազմն արդեն ստացել է այդ պարգևը։ Խոսակցություններ կան, որ նախընտրական պայքարի շրջանակում ՕԵԿ-ը պարզապես սկսել է ընտրակաշառք բաժանել։ Ի դեպ, այդ կոմբինատը մինչև այժմ չկուսակցականացված ընկերության համբավ ուներ։ Երկիրը գրում է, խոստացված միլիոնը տեղ չի հասել։ Կառավարությունը հինգշաբթի օրը հաստատեց այն որոշումը, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին հատկացվելու է մեկական միլիոն դրամ։ Աղետի զոհ դարձած Արմեն եւ Մեխակ Սորսումատյանների ընտանիքի անդամները երկրի հետ զրույցում նշել են, որ դեռևս միայն լսել են հատկացվելիք գումարի մասին։ Արմենի կինը Նաիրան պատմել է, թե տան միակ աշխատողը նրանք են եղել։ Մեխակ Սորսումատյանի 7 երեխաներն ու կինն այժմ ապրում են 22 քառակուսի մետր տարածք ունեցող տան առաջին հարկում։ Բազմիցս դիմել են համայնքի վարչական շրջանին եւ քաղաքապետարանին բնակարանը բարելավելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել։ Նաիրան պատմել է, որ կեսրայրի կենսաթոշակը 1500 դրամ բարձրացնելուց հետո կտրել են փարոստից ստացվող նպաստը։ Ազգ Բողոքի անժամկետ նստածույց թռչկանի մոտ։ Այսօրվանից պահպանենք թռչկանի ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության 12 անդամները բողոքի անժամկետ նստածույց կսկսեն ջրվեժի մոտ։ Նրանք խոստանում են մնալ ջրվեժի մոտ մինչև չդադարեցվեն շինարարական աշխատանքները։ Մեծ Պարնի գյուղում տեղակայված ջրվեժը բնության հուշարձանների ցանկում է։ Բնապահպանության նախարարության թույլտվությամբ այնտեղ փոքր հեկ են կառուցում։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մեկնաբանությամբ ջրվեժը բնականon գործում է 400-500 լիտր վայրկյան արագության սահմանում։ Հետևաբար որոշում է կայացվել, որ այդ ցուցանիշը գերազանցելու պարագայում միայն թույլ կտրվի ավելացված ջուրը վերցնել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Թողարկման վերջում հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 376-ով, եվրոն 514-ով, օդի ջերմաստիճանն այժմ +9 է։ Մինչ հանդիպում։